Լավ, արդյոք կա որոշակի թվային տվյալ, թե որքան իրանահայ է այս ընթացքում եկել Հայաստան։ Որևէ տվյալ կոնկրետ չունենք, քանիսն են եկել, բայց կարող ենք ասել հետևյալը. որևէ արտառոց հոսք, այսինքն մարդկային հոսք իրանահայերի դեպի Հայաստան, որը որևէ ձևով տարբերվում է նախորդ ժամանակահատվածների հետ, չունենք։ Այսինքն որպես այդպիսին հայերի փախուստ կամ չգիտեմ ոնց ձևակերպեմ դա շարժ դեպի Հայաստան չկա, այո։ Այս պահին իհարկե անընդհատ փորձում ենք կապի մեջ լինել, պարբերաբար հնարավոր է լինում կապնվել, բայց հիմնականում ոչ։ Մարդիկ տներում են զգուշ, փորձում են պարզապես տանգավոր վայրերից հեռու մնալ, տներում են մնում եւ հույս ունեն, որ շուտով կվերջանա այս ամենը։ Իսկ վիրավորներ կամ զոհեր ունեք հայերի շուրջ։ Խոսք կար, որ թեթև վիրավորներ կային 2 հոգի, բայց կրկին տեղեկությունները այնքան իրանահայերի թեթև վիրավորներ կային, բայց շատ դժվար է այդ ամենը հաստատելը, հաճախ ասում են, հետո երբ որ փորձում ենք ինֆորմացիայի հետևից գնում ենք, փորձում ենք հաստատել, պարզվում է, որ կամ չի եղել, կամ այնքան աննշան է եղել, որ Ներողություն, այս երկուսը հաստատված է։ Չէ, հաստատված չի։ Իշմեք այդ ընդվզումների քաղաքական շարժման ընթացքում անընդհատ լուրեր էին պտտվում, թե քանի զոհված հայեր կային ու այլն, բայց վերջում պարզվեց փաստորեն այդ ուղղված թվերը ասած իրականության չեն պատասխանում։ Պարոն Սինանյան, քանի որ դուք հաշվետվություն եք ներկայացնում ձեր ոլորտի հետ կապված, մի այսպիսի հարց, քանի վերջին շրջանում մենք հասկացանք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից, որ դուք նաև պետական կառույցի ներկայացուցիչ եք, որ արդեն հրահանգ կա, որ Արցախի հետ կապված որևէ թեմա չպետք է արծարծել, որովհետև դա կարող է հրահրել պատերազմ եւ դա արտաքին քաղաքականությանը համահունչ չէ։ Արդյոք Սփյուռքին տրվել է այդ մեսիջը, արդյոք Սփյուռքը հայերին տրվել է կառույցների նկատի ունեմ, որ այլևս Արցախի հետ կապված ցույցեր, թեմաներ չարծարծել, որևէ ձևով Արցախի մասին չանդրադառնալ դրսում։ Իհարկե ես կարող եմ պատասխանել միայն նրա մասին, որքանով ես եմ տեղեկացված, ոչ չի տրվել, նման ցուցում չի եղել որևէ մակարդակով, որևէ կառույցի, որևէ անհատի Սփյուռքում, ավելին ասեմ, որ նման ցուցում չի տրվել նույնիսկ մեզ, օրինակ ինձ նման ցուցում չի եկել վարչապետից եւ վարչապետը իմ անմիջական ղեկավարն է, հետեւաբար միայն կարող եմ ասել, որ ոչ։ Այսինքն դուք Արցախի շարժման հետ կապված որ հայտարարություններ անեք, չեք շեղվի։ Ես գիտեմ, թե ինչ հայտարարություններ կանեմ եւ ինչ հայտարարությունները համահունչ են մեր այսօրվա արտաքին քաղաքականությանը եւ այդ սահմաններում գիտեմ ինչպես մնալ, բայց որևէ ուղղություն, որ ինչպես դուք ինչպես ձևակերպեցիք, չի եղել։ Պարոն Սինանյան, տեղեկությունները, որ Գերմանիայից 2 ինքնաթիռ է եկել արտաքսված հայերով, ճիշտ են իրականությանը համապատասխանում է։ Տեղյակ չեմ, որովհետեւ դա միգրացիոն ծառայության խնդիրն է, սրանք սա Սփյուռքի խնդիր չէ։ Տեսեք, ի սկզբանե եթե մարդկանց արտաքսել են, նշանակում է այդ մարդիկ ոնց որ Սփյուռք չեն, այդ մարդիկ անօրինականորեն են դեռ գտնվել, այդ նույն խնդիրը Միացյալ Նահանգների հետ կա եւ պարբերաբար Միացյալ Նահանգները արտաքսում են։ Պարոն Սինանյան, Ռոբերտ Քոչարյանը, որը հայտնի դարձավ 3 լինելու է Հայաստան Դաշինքի վարչապետի թեկնածուն, ասում է միջև այս իշխանությանը Փաշինյանին չհեռացնեմ, չեմ հանգստանալու եւ իշխանության գալու դեպքում դուք բոլորդ պատասխան եք տալու այն ինչ արել եք Հայաստանի հետ, Արցախի հետ կապված, սա ինչպես կմեկնաբանեք։ Միակ պատճառը, որ նա նման հայտարարություններ է անում, նա է, որ ինքը պատասխան չի տվել իր արածների համար եւ որի համար է շատ ցավում եմ, որտեղ պատասխան տված լիներ, տենց բաներ չի։ Համար պետք է պատասխան տալ։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը աշխարհում աղքատ ամենահետամնաց երկրի վերածելու համար, նրա համար, որ ինքը հարստացավ, իսկ երկիրը դարձավ թշվառների երկիր, անպաշտպանունակ այդ ամենի համար, այն ամենի համար, որ տեղ ունեցավ Լեռնային Ղարաբաղի հետ 20 թվականի, 23 թվականի, այդ ամենի համար։ Պարզապես ղեկավար պաշտպան չէ։ Քոչարյանը մեղավոր 23 թվականի։ Իհարկե։ Բայց ոչ միայն նա, բոլորը հերթով մեղավոր են, բոլորը իրենց դերն են խաղացել, որ պետություն կայացնելու, դուք գիտեք ինչ եմ ասում, պետություն կայացնելու գործընթացը ձախողել են, իրենք ձախողել են։ 94 թվականի բացարձակ։ Այսօր վերջին տարիների ընթացքում վերջապես պետությունը կայանում է, այսինքն սկսում են կայանալ համակարգեր, առանց որի պետություն չկա, պետության ֆասադ կա, մի բան, որը կար մինչև 18 թվականը։ Պարզապես խոսքը մեր մեջ, պարոն Սինանյան, արդեն 8 տարի է, ոչ Քոչարյանն է իշխանության, ոչ նախկինները դուք եք իշխանության, էլի, բայց ասում եք, որ Քոչարյանն է մեղավոր։ Մենք ենք եւ
Դուք եք պատասխանում։ Հասկացա, եւ այո, այս 8 տարիների ընթացքում պետական բյուջեն մոտ երապատկվել է, պետությունը վերջապես սկսել է նոր ասեցի, սկսել է ձևավորել համակարգեր, կառույցներ, համակարգեր, առանց որի պետություն չի լինում։ Այդ ընթացքում այսօր են օկուպացվել։ դե հիմա նոր Արեգ ջան, նորից վերադառնանք, ես ասեցի, եթե դու չես զարգացնում տնտեսություն, հերթով, եթե դու չես զարգացնում տնտեսություն, եթե դու ունես ես ավիրում երկիրը, որ մարդիկ միլիոնից ավել մարդ հեռանում է երկրից, եթե դու զրկվում ես արդյունաբերական ամբողջ բազայից, եթե կրթական համակարգը իջնում է պլինդուզից ավելի ցածր, եթե դու չես ստեղծում համապատասխան սպայական կազմ, եթե քո բանակը լինում է վատ հանդերձավորված, վատ զինված, վատ կրթված, ինչի մասն է խոսքը։ Այսինքն դուք ո՞նց եք պատկերացնում, որ իշխանություն է գալիս նոր մարդ ու մի տարի հետո կարողանում է փրկել ամբողջ միջակայքը։ Չի ստացվել։ Քոչարյանի տարիներին, եթե չեմ սխալվում, դրսում եք եղել, ճիշտ է։ Ես շատ վստահ պնդում, որ ամեն ինչ վատ էր։ Ուրեմն 32 տարիների ընթացքում, որ ես Հայաստանում չեմ եղել, եւ այո, այնտեղ կրթություն եմ մեծացել եմ, կրթություն եմ ստացել, հետո աշխատել եմ, հետո այնտեղ նաեւ քաղաքական գործունեությամբ եմ զբաղվել։ Այդ ընթացքում ես ի տարբերություն շատ եւ շատ հայերի, ամառներս հաճախ անցկացրել եմ Հայաստանում։ Ես 93 թվականին դեռ առաջի պատերազմի ժամանակ եկել եմ Հայաստանում եմ աշխատել, որպեսզի իմ ժողովրդի հետ լինեմ։ 95 թվականին եկել եմ եւ կամավորական սկզբունքներով աշխատել եմ առաջին նախագահի աշխատակազմում, Ժիրայր Լիպարյանի օգնական եմ եղել։ Դրանից հետո 97 թվականին եմ եկել, ժամանակ եմ անցկացրել, դրանից հետո միշտ ակտիվ եմ եղել, կապված եմ եղել Հայաստանի հետ միշտ, այսինքն եթե դες թվում որ չեմ եղել, դա նշանակում է որ չեմ տեսել թե ինչ է տեղի ունեմ, չեմ տեսել թե աչքիս առաջ ոնց է երկիրը դեպի անդունդ գնում, չի նշանակում։ Բայց հետաքրքիր է, պարոն Սիմոնյան, դուք խոստովանեցիք, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խաբել եք ժողովրդին, որովհետև ասում եք Քոչարյանը պատասխանատվության չի ենթարկվել, ցավում եմ դրա համար։ Դուք 18-ին, 21-ին մուրճը ասում եք, սա իրավական առումով իջնելու է այն օրինախախտների գլխին, բայց այս լրացավ եւս մեկ կառավարման շրջան եւ ժողովրդին տված խոստումը կյանքի չկոչվեց։ Տեսեք, Նարեկ ջան, ուրեմն այդ ամենը կապված է եղել շատ բաների հետ, ներառյալ մեր դատական համակարգի բարեփոխումների հետ, կադրային քաղաքականության հետ եւ այլն։ Ես պարզապես իմ ցավն եմ արտահայտում, որ այդ մարդը այսօր կարողանում է կանգնի հանրության առաջ նման հայտարարություններ անել եւ այո, դա նրա պատճառն է, որ ինքը իր տեղում չի այսօր։ Որտեղ է իր տեղը։ Գիտեք։ Չէ, չգիտեմ։ Պատիժը։ Ճաղերի հետևում, այսինքն պետք է լիներ։ Մարդիկ ոչ միայն ինքը, բոլոր այն մարդիկ, որոնք մասնակցել են Հայաստանի պետության անկմանը մինչև 18 թվականը, բոլորը պետք է պատասխան կրեն, իհարկե։ Ովքեր են այդ մարդիկ։ Լավ էլի։ Իսկ Արցախը հանձնելու, մեր երկիրը օկուպացնելու համար երբ այդ պատիժը հասնելու այս իշխանության եւ Նիկոլ Փաշինյանի։ Բայց ձեզ նոր ասեցի, որ պատիժը իրենց չպետք է հասնի Նիկոլ Փաշինյանի Բայց մեր դուք եք այդ իշխանության։ անձերով Հետո ինչ, այ քեզ բան։ Այ հետո ինչ, այսինքն միա ձեզ հասարակ ձեզ օրինակ տամ։ Մարդը, ասենք, հարբեցողը կլինիկական հիվանդություն ունի, լյարդի ցիրոզ ստացել։ Խմում, վերջի վայրկյանին գալիս է մի հատ բժիշկ, ասում են փրկի կյանքը։ Ու բժիշկը չի կարողանում կյանքը փրկել։ Բայց գուցե այդ վերջ եկած բժիշկն էլ լավ բժիշկ չի եղել։ Լավ ա եղել, ասաբա եղել։ Բայց կարող է հրաժարական տալ եւ ասել ես չեմ կարողանում իրավիճակը փոխել, բուժել եւ ես հրաժարական պատասխանատվություն գրել չէ՞ լինի։ Չէ, տեսեք, դա անպատասխանատվություն է։ Ձեր ասածամբ որևէ չի շարունակում թող հրաժարական։ Անկեղծ լիներ հանրության հետ եւ ներկայացնել իրավիճակը։ Իրավիճակը ներկայացրել է այնքանով, ինչքանով ինքը ասում է շարժը։ Ասել եք զրոյական կետից եք սկսել։ Ձեր կետից սկսել եք, ասել եք ես վիճակի։ Լավ, ես ձեզ պատասխանեցի։ Հիմա արդեն պոլեմիկայի մեջ ենք Նաև Սփյուռքի հետ կապված ես հարցնում։ ինչ լավ Սփյուռքի հետ կապված նաև այսպիսի տեղեկություններ կան, որ անընդունելի է եկեղեցու դեմ գործողությունները, որոնք տարվում են Սփյուռքահայերի շրջանում եւ այս ամիսների ընթացքում նաև աշխատանք է տարվել Սփյուռքում գործող թեմակալ առաջնորդների հետ, որ միանան Փաշինյան օրակարգին կաթողիկոսի դեմ, բայց անհաջող է անցել եւ նրանք չեն միացել։ Դուք ինչ տեղեկություններ եք, ինչ արձագանքներ եք։ Նա ուզում եք ասեք ձեր ասած ճիշտ է թե չէ, դրան պատասխանեմ։ Դուք ինչ նարատիվ պատմեցիք։ Այսինքն նրանք չեն աջակցում այն գործընթացը, որ Փաշինյանը առաջ է տանում։ Որ ասում եք արձագանքեք Սփյուռքից կարծիքներ, ինչ կարծիքներ են, կոնկրետ կասեք, ում մասն է խոսքը։
Սփյուռքահայերի մասին է խոսքը, ովքեր որ չեն անում գործընթացին, թե մակալ առաջնորդները, ովքեր որ փաստորեն չեն միացել գործընթացին, թե նրանց հետ աշխատանք է տարվում։ Որոնք միացել են։ Հիմա հարցնում շատ քիչ են միացնողները միանողներ եղել են։ Հովնան Սրբազանը ԱՄՆ-ի թեմական առաջնորդը, որը հետ կանգնել։ Լավ, այդ Հովնան Սրբազանին կհարցնեք, հարցը դա չի։ Դուք որ ասում եք Սփյուռքը եւ այլն բան, դուք հասկանում եք որ ով ասած է։ Դե մենք չենք տեսնում այդ աջակցությունը, որ կա փաստորեն Ես եմ թեմականների, ինչով եք տեսնում։ Բայց դուք ինչով չեք տեսնում։ Որ չեն միանում Փաշինյան օրը։ Ով ասեց չեն միանում։ Բայց ով ասեց որ չեն։ Ով ասեց չեն միանում։ Բայց ձեզ ով ասեց որ չեն միացել։ Կարող է միացել են։ Դուք խոսում եք, դուք ասենք Սփյուռքի հետ խոսում եք երբևէ։ Դուք տեղեկություններ ունեք, որ միացել են։ Իհարկե, շատ շատերը։ Շատ շատերը։ Անհատները Բայց չի հրապարակում, այսինքն թափում հայերը գործողություններ դուրս անում։ միտինգ էին անում, ասում էին որ դեմ ենք այս ամեն ինչին եւ այդ եկեղեցու մոտ բան էին անում, բազմաթիվ մարդիկ մոտ 1 ամիս առաջ։ Եվ ասենք ազատ երկիր է, հա, 1 ամիս առաջ բազմաթիվ մարդիկ դուրս են, բազմաթիվ մարդիկ դուրս գալը ոչինչ չի Այնտեղ նշանակում։ չերեմուխա չեն նետում բողոքի դուրս եկած մարդկանց վրա ճիշտ է ազատ երկիր է։ Չերեմուխա չէ, այնտեղ դուք երևի Չէ, լավ համակարգի հետ, չէ, դուք համակարգի հետ լավ ծանոթ չեք, ես որպես մարդ, որը քաղաքապետ ա եղել, ունտեղ շատ լավ ոստիկանապետներ։ Դարիա 3 ներողություն։ Ձեզ ասեմ, եթե այնտեղ որևէ մեկ իր չափերը անցնի, այնտեղ ամեն տեսակի ուժեր կգործադրվի։ Եթե որևէ մեկը օրենքը խախտի, տենց հեքիաթների պատմեք, որ չերեմուխա չեն օգտագործում։ Դարիա 3 շատ ուրիշ բաներ կօգտագործեն, թե ծանոթ չեք, օրինակ մի քանի միջադեպեր կան, թե ոնց երբ որ մարդիկ փորձում են ուժ գործադրել պետության դեմ, Ամերիկան ոնց է դրան արձագանքում։ Պարասինյանյան կրկին պետք է անդրադառնամ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին, ասում է չեմ հանգստանա, միջև քո բաղականներին չհեռացնեմ։ Հանգիստ մնալու է մարդը, Ու նաև ասում է ոչ մի առաջնորդ իմ չափ փորձ չունի, վարչապետը սիրելու համար չէ։ Ինչպես կմեկնաբանեք։ Ինչի թալանի գողության փորձ։ Վամոտ չի, այսինքն գոնե չխոսի փորձի Այսինքն մասին։ ասում եմ թոշակները եկա իմ օրոք կրկնապատկվեց, այն ինչ էր կենթան, Կովկասյանին չէր, տնտեսական, Կովկասյան վագրը, տնտեսական աճ ապահովեց։ Լավ, ծիծաղացինք, անցանք Բայց առաջ։ ինչի՞ ինչ եք ծիծաղելի Որտեղ համարում դուք երկրորդ շատ նախագահ։ բան, դուք ասեմ երկրորդ կարիերա ունեք ստենդափ կոմիկներ։ Վարդին Նարեկ ջան, վիրավորական իմաստով չեմ ասում, լավ հաջող Երկրորդ աստված։ նախագահի խոսքերն եմ ձեզ փոխանցում։ Սա Ես հենց հումորային ուրախանում եմ, ժանրից ասենք, բանա տրագիկոմեդիա, ուրախանում եմ, բայց ներքուստ լուրջ ցավ եմ ապրում իհարկե։ Չէ, կարծում իշխանապողություն կարող է լինել, այդ վտանգը չեք տեսնում։ Չէ։ Ինչու եք այս Իշխանապողություն նախ սխալ բառ է, որովհետև ընտրություններ են տեղի ունենալու, այդ իմաստով, այսինքն ընտրությունների միջոցով փոխվելու է այլ ուժ է գալու։ Տեսեք, քանի որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, իմ երազն է, որ Հայաստանում միշտ իշխանությունը փոխվի ժողովրդավարական ընտրությունների միջոցով եւ դա տեղի է ունենալու մի օր, անկասկած, անխուսափելիորեն, եթե տեղի չունենա, որ մենք խնդրեմ ունենք այս երկրում։ Դա լինելու է, այս անգամ չի լինելու։ Ինչի համար, որովհետեւ ես պարզապես ասեմ, նայում եմ թե ով է ուզում իշխանության գալ ու ասենք ձեր բերած օրինակներով Ուժեղ Հայաստանն է ուզում գա, որ ուժեղ Հայաստան ունենանք, Սամվել Կարապետյան։ Դե կարծում եմ որ չեն գալու։ Ինչի՞ լավ բաներ ա խոսում։ Դե չեն գալու։ Գիտեք, ի սկզբանե եթե այդքան լավ Իրոք դուք իմ կարծիքն եք հարցնում։ Հա, ես իմ կարծիքն եմ այդում։ ինչով է պայմանավորված։ Դե որովհետև ես հասկանում եմ, տեսնում եմ, թե երկրում ինչ է տեղի ունեցել, մարդիկ ոնց են դա գնահատում, եւ հասկանում եմ, որ մեր ժողովուրդը արդեն մի անգամ, երկու անգամ ցույց է տվել իր իմաստունությունը եւ մեր ժողովրդի իմաստունությունը չի թույլատրի, որ տեղի ունենա նման արդյունք։ Ընդհանրապես Բայց ուժեղ Հայաստան չի եղել երբևէ իշխանության։ Ինչ է։ Նախքին չի, այդ մի բանը չեք կարող կարող։ իրեն ասել։ Թալանչի չեք կարող Դե ասել։ հիմա տեսեք, ես իմ կարծիքը ձեզ հայտնեցի։ Հայ, դուք կարծիքս էի հայտնում։ Շնորհակալություն։ Ստեսին։